Անտառամեջ տուն է, շատ մեծ տուն է, որ կարա շատ մարդ ընդունի։ Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ։ Դպրոցը միջնակարգ դպրոց է, 88 թվից էլ աշխատում է։ Այս տարի ունենք 27 աշակերտ։ Աշխարհի ամեն ծերում էլ Անտառամեջի դպրոցի ավարտած աշակերտ կա։ Ու իրանք իրանց որակով, իրանք իրանց հայ լինելով, իրանք անտառամեջցի լինելով դա ապացուցում է, որ իրոք Անտառամեջ դպրոցից են դուրս եկել։ Երեխեք չունեին սանհանգույց։ 2021 թվին երեխեքը գնում էին դրսում, անգամ եթե ձմեռ էր լինում, իրանց գլխին ձուն էր գալի ու իրանց բնական կարիքը հոգում էին։ Շնորհակալություն ԱՌԿ բարեգործական հիմնադրամին, որ միջոցներ ջանք եռան չխնայեց ու արավ են, որ Անտառամեջի միջնակարգ դպրոցի երեխաները կարող են օգտվեն նոր վերանորոգված մաքուր սանհանգույցից։ Դա կյանքի կարևորագույն պայմաններից մեկն է։ Եկեք Ստեփանյան ջան, եկեք մի հատ տեսեք։ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հայոց լեզվի ուսուցիչն է Սևան Տաթևիկ։ Հավատացեք, նստում եմ, ես էլ եմ հայոց լեզու սովորում, հայեցի ճիշտ խոսալ սովորում եմ։ Խնդրում եմ, մի հատ տեսեք։ Ասենց առիթ միշտ չի լինում, կեցեք իսկապես, իրավնալի է։ Վարժություն 2-ը, 4-ը, 1-3-ը։ Ուրեմն ԱՌԿ բարեգործական հիմնադրամը Armcorp կազմակերպության հետ այստեղ առաջին պրոյեկտն է իրականացրել քանի տարի առաջ։ Երբ եկանք գյուղ, նախ տեսավայրով սիրահարվանք ու զգացինք, որ իրականում մի քիչ լքված գյուղ է, իր հեռավորության պատճառով ճամփեքը հարմար չեն ու շատ կարիքներ կան ու որոշեցինք տարբեր ծրագիրներ իրականացնենք։ Բացի դպրոցի վերանորոգմանը, որոշ գյուղացիներին, մոտ 10 ընտանիքներին նվիրենք կով, որ ինչ-որ մի ձևի կարողանան ապրուստ ապահովել իրենց համար։ Անասուն են տվել, շինարարություն են արել դպրոցի, շատ օգտակար է մեզի։ ԱՌԿ հիմնադրամի հետ ծանոթացել ենք հրահատի միջնորդությամբ, բարերարություն են արել մեր գյուղում։ Կով են մեզի տրամադրել, ասենք առաջ այդ մածունը բանը առնում ենք, եթե հիմա իրանց միջնորդությամբ որ տվել են, ինչ ենք առնում, մենք ունենք արդեն։ Իրականում գյուղի կարիքները շատ են, ու մենք որոշեցինք սկսենք ամենաանհրաժեշտ կարիքներից, հետո քայլ առ քայլ տեսնենք ուրիշ ինչ կարիքներ կան ու շարունակական աշխատենք գյուղի ու գյուղացիների հետ։ ԱՌԿ բարեգործական հիմնադրամի վիժնը իրականում դա որ գյուղացի եւ քաղաքացիները ապրեն արժանապատիվ, իրանք տանիքի համար կարողանան նորմալ ապրուստ ապահովեն ու երջանիկ լինեն իրանք իրենց գյուղերում, մարզերում, թեկուզ այստեղ էլ Անտառամեջում։